Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է քաղաքացին փորձում հրկիզել ազգային անվտանգության ծառայության շենքը։ Հանցագործություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմնին, հայտնել է ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հայտարարել է Թեհրանում նոր լայնածավալ հարվածների շարքի մեկնարկի մասին։ Պայթյուններ են հնչել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում, Սաքես քաղաքում հարձակման է ենթարկվել 13 բժշկական հաստատություն եւ վնասվել ավելի քան 20 դպրոց։ Տեղեկությունները ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն է հայտնել։ Իրանից պատասխան հարվածները չեն ուշացել, թիրախավորվել է Իրաքում Էրբիլի հյուրանոցը, որտեղ գտնվում էին ամերիկացի զինվորներ։ Պայթյունին հաջորդել է հրդեհ։ Նախնական տեղեկություններով կան զոհեր եւ վիրավորներ։ Իրանը հարձակվել է նաև Իրաքում գտնվող ամերիկյան Kellogg Brown Andrew ինժեներական եւ լոգիստիկ ընկերությանը պատկանող օբյեկտի վրա, հաղորդել են տեղական լրատվամիջոցները։ Ձեր կադրերում երևում է Բասրա նահանգում գտնվող ԱՄՆ զինված ուժերի համալիրը։ ԱՄՆ-ի ամենամեծ ավիակիր USS Gerald Ford-ը անցել է Սուեզի ջրանցքով եւ այժմ գտնվում է Կարմիր ծովում։ Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Իսկ ամերիկյան Fox News-ի հաղորդմամբ ավիակիր Ջորջ Բուշը ուղևորվում է Մերձավոր Արևելք։ Իսրայելը հարված է հասցրել Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը։ Ըստ լիբանանյան կողմի մի քանի զինվոր վիրավորվել է։ Ինչպես հայտնել է Երուսալիմ Post-ը, նրանց թվում է նաև Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի որդին։ Թերթի տեղեկություններով նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մի քանի պայթյուններ են եղել Դուբայում։ Նախնական տվյալներով Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է կործանվել։ Ականատեսների խոսքով օդային թիրախի բեկորներն ընկել են փողոց երկրորդ տերմինալի մոտ։ Չվերթները դեռևս չեն չեղարկվել, սակայն ինքնաթիռ նստելը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ ուղևորները սպասել են անձնակազմի հետագա հրահանգներին։ Վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Այս ամենի ֆոնին Դուբայում սկսել են մեծ զեղչերով վաճառել ոսկու ձուլակտորներ։ Մերձավոր Արևելքում ժամ առ ժամ սրվող պատերազմը մեծ խնդիրներ է առաջացրել մատակարարման համար։ Պայթյուններ են եղել նաև Թել Ավիվում, ողջ քաղաքում հնչում է օդային տագնապի ազդանշան։ Եթե մենք ցանկանայինք հարձակվել Ադրբեջանի վրա, դա չէինք անի փոքր անօդաչու թռչող սարքով, այս մասին հայտնել է իրանական ֆարս գործակալությունը հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։ Շարունակելով Իրանին մեղադրել ահաբեկչության համար, Բաքվում ձերբակալվել է 8 քաղաքացի, իբրև թե ԻՀՊԿ-ի համար աշխատելու մեղադրանքով, հաղորդել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Իսկ Իրանում Ադրբեջանի դեսպանատան 9 աշխատակից արդեն տարհանվել են երկրից, Բաքվից հնչող սպառնալիքների պատճառով։ Բաքվում բացի բաց հայտարարել էր, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը նախատեսում էր ահաբեկչություն իրականացնել, ինչը իրենք կանխել են։ Այս ամենը սկսվել էր, երբ Իրանը հարվածներ էր հասցրել Նախիջևանին եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյան նավթամուղին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ուղղված սուր քննադատությամբ։ Իրանի առաջնորդը պնդում է, որ Նեթանյահուն իր քաղաքական ուղերձները փոխում է կախված լսարանի գտնվելու վայրից։ Արևմտյան երկրների համար նա օգտագործում է ազատության եւ միջուկային սպառնալիքի մասին թեզերը, սակայն սեփական ժողովրդի առջև Իսրայելի վարչապետը իրանցիներին պաշտոնապես անվանում է Ամալեկ։ Այս աստվածաշնչյան հղումը ենթադրում է թշնամի ազգի, այդ թվում կանանց ու երեխաների ամբողջական բնաջնջում։ Նման երկակի մոտեցումը հիմնավոր կասկածներ է առաջացնում Իսրայելի ռազմաքաղաքական իրական նպատակների շուրջ։ Ակնհայտ է, որ այս ռետորաբանությունը նպատակ ունի մանիպուլյացիայի ենթարկել միջազգային հանրային կարծիքը տարբեր կողմերի աջակցությունը ստանալու համար։ واقعا محبوبی شنیده شد. Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Ղազվին քաղաքում տղաների դպրոցի մերձակայքում իրականացված նոր օդային հարձակման մասին։ Ըստ տարածված տեսանյութի հարվածի հետևանքով տապալվածությունը դպրոցի բակում դարձել է 1 երեխայի մահվան պատճառ։ Իրանական կողմը հարձակման պատասխանատվությունը վերագրում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի զինված ուժերին։ Նախկինում նմանատիպ թիրախավորման էր ենթարկվել նաեւ Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցը։ Այդ միջադեպի հետևանքով ըստ ԻՀՊԿ-ի պաշտոնական տվյալների զոհվել էր ավելի քան 160 աշակերտուհի։ Պատասխան այս գործողություններին իրանական ուժերը բալիստիկ հրթիռով հարվածել են Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված Ալ-Զաֆրա ավիաբազային։ Թեհրանը պնդում է, որ հենց այդ ռազմակայանից են իրականացվել դպրոցների վրա ուղղված միտումնավոր գրոհները։ We pray for your continued blessing and favor to rest upon him. ԱՄՆ զինված ուժերը կանգնած են իրանական շահեդ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու անկարողության փաստի առաջ։
Ըստ Ատլանտիկ պարբերականի Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարությունը փակ դռների հետևում արդեն խոստովանել է հակաօդային պաշտպանության լուրջ բացերը։ Էժան կամիկաձե դրոնների չեզոքացումը թանկարժեք քրթիռներով դառնում է տնտեսապես անիրագործելի եւ ոչ արդյունավետ։ Այս խնդիրն առավել սուր դրսևորվեց փետրվարի 28-ից սկսված Իրան-Իսրայել լայնամասշտաբ պատերազմի եւ ամերիկյան ռազմաբազաների թիրախավորման ընթացքում։ Իրանի գերագույն առաջնորդի սպանությանը հաջորդած զանգվածային հարվածները ցույց տվեցին Վաշինգտոնի զինանոցի անպատրաստությունը նոր տիպի սպառնալիքներին։ Մարտի 2-ին Հեզբոլլահի ներգրավմամբ հակամարտությունն ընդլայնվեց, ել ավելի մեծացնելով ճնշումը ամերիկյան պաշտպանական համակարգերի վրա։ Ստեղծված պայմաններում արևմուտքի տեխնոլոգիական գերակայությունը արձականի տակ է հայտնվում Թեհրանի էժան, բայց մահացու զինատեսակների դիմաց։ Իրաքյան Քուրդիստանում անօդաչու սարքերն ու հրթիռները հարվածել են Քուրդիստանի ազատություն կուսակցության հենակետերին։ Այս հարձակումների հետևանքով սպանվել է քրդական Փեշմերգա ստորաբաժանման 4 մարտիկ։ Իրանի քրդաբնակ Մեհաբադ քաղաքում նույնպես իրավիճակը սրվել է։ Այնտեղ թիրախավորվել են զինվորական զորանոցներն ու ոստիկանական բաժանմունքները։ Իրանի զինված ուժերը պաշտոնապես զգուշացրել են Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին սահմանին թշնամական ուժեր չտեղակայելու եւ նրանց հետ չհամագործակցելու համար։ Միաժամանակ թուրքական հետախուզությունը դիմել է Բրիտանիային։ Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի անվտանգությունն ուժեղացնելու խնդրանքով։ Նման իրադարձությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանային տերությունները փորձում են ուժային մեթոդներով վերահսկել քրդական գործոնը։ Hazırda Babacanla Şekerabad kendi Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի տեսանյութն է հրապարակել, որում պատմում են Նախիջևանի վրա իբր իրանական անօդաչուների գրոհի մասին։ Դեսպանատունը ուշադրություն է հրավիրել անօդաչու թռչող սարքի բեկորի վրա գրված ադրբեջաներեն գրությանը, որը թարգմանաբար նշանակում է արտադրական միավորում։ Ի վերջո Բաքուն ինչի է ձգտում։ Իր հրապարակման մեջ հարց է հնչեցրել իրանական կողմը, փաստացի մատնանշելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության կեղծ լինելը։ yayılan gelişmeleri toplanıldı. Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության իր գործընկերոջ Հական Ֆիդանի հետ։ Մեր երկրի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկու երկրների դիվանագետները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Եվրոպական հանձնաժողովը մարտի 6-ից պաշտոնապես կասեցրել է առանց վիզայի մուտքի հնարավորությունը Վրաստանի դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար, սակայն սա չի վերաբերվում շարքային քաղաքացիներին։ Բրյուսելն այս քայլին է դիմել ի պատասխան Վրաստանի իշխանությունների ժողովրդավարական արժեքների խախտումների եւ ցուցարարների ու անկախ լրատվամիջոցների դեմ իրականացվող բռնաճնշումների։ Սահմանափակումն ուժի մեջ է լինելու 12 ամիս, մինչև 2027 թվականի մարտի 6-ը։ Այսուհետև վրացի պաշտոնյաներն ու դիվանագետները Շենգենյան գոտի մուտք գործելու համար պարտավոր են վիզա ստանալ, անցնելով մանրակրկիտ ստուգումներ եւ հարցազրույցներ։ Եվրամիության սահմանապահներին հրահանգվել է խստացնել հսկողությունը, բացառելու համար պաշտոնյաների փորձերը սահմանը հատել սովորական անձնագրերով։ Եթե իրավիճակը երկրում չբարելավի, Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է, որ սահմանափակումը կարող է երկարաձգվել կամ հետագայում վերաբերվել նաեւ Վրաստանի բոլոր քաղաքացիներին։ Միության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը շեշտել է, որ սա ուղղակի իշխանությունների գործողությունների հետևանքն է, սակայն Եվրոպան շարունակում է սատարել Վրաստանի ժողովրդին։ Վրացական իշխող, վրացական երազանք կուսակցությունը որոշումն անվանել է շանտաժ, պնդելով, որ իրենց պատժում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու եւ երկրում երկրորդ ճակատ չբացելու համար։ Ավելի վաղ Վրաստանը սառեցրել էր Եվրամիությանն անդամակցության գործընթացը եւ դադարեցրել ֆինանսական աջակցությունը։ Դիլիջանի ոլորանները եւ Վարդենյանց Լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Չիվա Ելփին ավտոճանապարհը եւ Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Վայոց ձորի, Լոռու մարզերում, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում եւ Զանգակատում գյուղում տեղում է ձյուն։ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին արկա է մերկասառույց։